Ողջույն։ Լուր կարդացի, որ Կոլումբիայի ազգային հավաքականը աշխարհի խաղերից վերադարձել է առանց կիսապաշտպանի։ Նա չի վերադարձել հայրենիք, իր եւ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքների պատճառով։ 1/8 եզրափակչի Շվեյցարիայի դեմ հանդիպման ժամանակ նրա հարվածը չի հասել նպատակին, որի պատճառով հավաքականը կրվել է։ Այնքան վատ մեկնաբանություններ են եղել հայրենակիցներից, որ վախեցել է վերադառնալ հայրենիք։ Մարզական աշխարհում, հատկապես ֆուտբոլային մեծ կրքերով ապրող երկրներում ազգային հավաքականի ելույթը նույնացվում է ազգային արժանապատվության հետ։ Երկրպագուների համար հավաքականի ձախողումը անձնական ողբերգություն է, եւ նրանք պատասխանատուից ակնկալում են համարժեք գին։ Իհարկե, սխալը չի կարող արդարացնել բռնությունը, մահվան սպառնալիքները, դա չի քննարկվում, բայց այս երևույթի հիմքում ընկած է մի կոշտ աքսիոմա. սխալի համար պետք է վճարել։ Այս դեպքը խոսում է եւ պահանջատիրության, եւ պատասխանատվության զգացումի մասին։ Միայն սպորտում չէ, որ սխալը կարող է ճակատագրական լինել։ Եթե քաղաքացիները կարող են այսքան զգայուն լինել մեկ մարզիկի գործողության նկատմամբ, որի ենթադրյալ սխալը խաղ է արժեցել, ապա հարց. ինչպիսին պետք է լինի նրանց վերաբերմունքը այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց որոշումները կարող են ազդել ամբողջ պետության ճակատագրի վրա։ Որքան մեծ են լիազորությունները, այնքան մեծ է պատասխանատվության գոտին։ Իսկ ամենամեծ պատասխանատվությունը բնականաբար կրում է երկիրը ղեկավարողը, որի յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր բանակցություն, յուրաքանչյուր քաղաքական որոշում կարող է ազդեցություն ունենալ միլիոնավոր մարդկանց կյանքի, երկրի անվտանգության, տնտեսության, ապագայի վրա։ Մեր երկիրը փաստացի ղեկավարողը, օրինակ, իր ոլորտում ոչ մի գոլ չի խփել, փոխարենը ընդունել է ազգային դարպասին բազմաթիվ հարվածներ եւ բազմիցս ինքնագոլ է արել։ Օրինակ, նրա հյուրախաղերը Պրահայում ինչով ավարտվեցին։ Կարևոր է, կրկնում եմ, համանձնական պատասխանատվությունը, համ ժողովրդի պահանջատիրությունը պետական կառավարման ամենակարևոր սկզբունքներից է որոշումներ կայացնողի քաղաքական պատասխանատվության կրումը։ Եթե այդ պատասխանատվությունը գործնականում բացակայում է, սխալ որոշումների անմիջական հետևանքները կրում են քաղաքացիները, իսկ որոշում կայացնողը հաճախ շարունակում է պաշտոնավարել առանց հետևանքների։ Եվ եթե մեկ շեղ խփած գնդակի համար ժողովուրդը այդքան ցասում է ունենում, պետական քաղաքականության մեջ պատասխանատվության նշաձողը տեսականորեն պետք է բազմապատկվի։ Ֆուտբոլում սխալի գինը կորցրած գավաթն է, քաղաքականության մեջ մարդկային կյանքերը, հայրենիքը, պետականության վտանգումը, եւ ուրեմն հարց է առաջանում. ինչու քաղաքական աղետից հետո չի գործում պատասխանատվությունը։ Ինչու է ինքնագոլը համարվում նորմալ։ Այս իշխանության սխալների հետևանքները կրել է միայն քաղաքացին, ոչ թե հենց այդ սխալը գործողները։ Մարդիկ կորցնում են աշխատանքը, նրանց համար հարկերը շատանում են, զոհվում են հարազատները, զավակները, բռնագաղթում են, իշխանության մոտ բան չի փոխվում։ Հանրային դժգոհությունը, խորհրդարանական վերահսկողությունը, անկախ դատարանները, ազատ մամուլը եւ ընտրությունները կոչված են ապահովելու, որ իշխանությունը չզրկվի հաշվետվողականությունից։ Բայց քանի որ մեր երկրում ղեկավարողը պատրաստ չէ բացատրել իր որոշումները, ընդունել սխալները եւ անհրաժեշտության դեպքում կրել դրանց քաղաքական հետևանքները, այլ միայն արդարանում է, սպառնում է, իրավական բիրտ ուժով ճնշում է, ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ սխալ որոշումների գինը վճարում է հասարակությունը, իսկ իշխանությունը չի զգում իր գործողությունների ամբողջական հետևանքները։ Վստահ է, որ ինչ էլ անի, միևնույն է, ինքը մարսելու է։ Փաշինյանը պետություն ղեկավարելը համեմատում է մեքենա վարելու հետ։ Մեր դեպքում այդ վարորդը գիտի, որ վթարի դեպքում անվտանգության բարձիկները իրեն փրկելու են հաստատ, իսկ մեքենայի հետևի նստատեղի ուղևորները եթե անգամ զոհվեն, մեկ է, ինքը կխուսափի պատասխանատվությունից։ Այդ դրա համար էլ մեքենան վարում է անզգույշ,
մեծ արագությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը հենց այդ անպատասխանատու վարման արդյունքն է։ Որոշում կայացնողը ձախողման դեպքում անձամբ ոչինչ չի կորցնում, եւ քանի որ չի կրում պատասխանատվություն, ուրեմն չի էլ կշռադատում որոշումները կայացնելից։ Ուստի իր Նիկոլ Փաշինյանի որոշումների որակը չափազանց ցածր է։ Քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական ամենածանր սխալներից հետո էլ երկրի ղեկավարի կյանքի որակը, ֆիզիկական անվտանգությունն ու սոցիալական կարգավիճակը չեն տուժել։ Մինչդեռ յուրաքանչյուր սխալ բանակցության, սխալ հայտարարության կամ սխալ որոշման գինը քաղաքացին վճարել է կյանքով, տնով, հայրենիքով, ունեցվածքով։ Եթե ինքը տար իր սխալների գինը, ոչ թե մեր տղաները կյանքով ու առողջությամբ, մեր քույր ու եղբայրները բռնագաղթով, հաջորդ անգամ կմտածեր, այսինչ բան անեմ, թե չանեմ։ Ինքը ասում է, անեմ, ինչ լինի, հիշում եք, չէ՞։ Սկսում ենք զրոյական կետից, եթե բանակցենք, տեսնենք, չի ստացվում, կդնենք, մի կողմ ուրիշ բան կբանակցենք։ Նրա անհեռատես դիվանագիտության պատճառով մենք ունեցել ենք մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ազգային խայտառակություն։ Նա պահպանել է աթոռը։ Նրա տնտեսական եւ կառավարչական սխալների պատճառով եղել է գնաճ, աղքատություն, հարկային, վարկային բեռի ավելացում, турքերի ավելացում, իրենք ստացել են պարգևավճարներ եւ բարձր աշխատավարձեր, կոնկրետ իր աշխատավարձը կրկնապատկվել է։ Բերել է անվտանգային ձախողումներ, մենք ունեցել ենք անպաշտպան սահմաններ, տեղահանում, ինքը ստացել է ուժեղացված անձնական պահպանություն։ Ռուսաստանի դեմ քայլեր է անում, տուժում է հողի մշակն ու արտահանողը, ինքը ոչ։ ՔՊ-ն ստեղծել է քաղաքական մշակույթ, որտեղ ձախողումն ունի ցանկացած մեղավոր, բացի գլխավոր որոշում կայացնողից։ Քանի որ դուք ինձ ընտրել եք, ուրեմն իմ բոլոր սխալների պատասխանատուն դուք եք։ Չկա վախ սխալվելուց, որովհետև կրկնում եմ, չկա պատժի կամ կորստի վախ։ Այս ընտրությունները պատասխանատվություն կրելու շատ լավ առիթ էր եւ ինչպես փաստվեց բազմիցս, իր քվեով քաղաքացին ասաց՝ ուզում եմ պատասխան տաս արածներիդ համար, բայց սա բազմաթիվ մեթոդներ գործի դնելով մնաց։ Կարճ ասած, քանի դեռ հասարակությունը թույլ է տալիս, որ իր հաշվին փակվեն քաղաքական բոլոր սխալները, սխալների, ինքնագոլերի շարանը չի դադարելու։ Էմոցիոնալ երկրպագուից պետք է վերափոխվել գիտակից եւ պահանջատեր քաղաքացու։ Պետություն ղեկավարողին պետք է հստակ ցույց տալ, որ յուրաքանչյուր կարևոր որոշման համար վաղ թե ուշ պատասխան է տալու։ Ինչքան ուշ, այնքան շատանալու են եւ սխալները, եւ պատասխանը հետագայում լինելու է ավելի ցավոտ։